մենք գնահատել ենք փոխանցելու ճանապարհները, քննարկվել են նաև այլ ճանապարհներ, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման համատեքստում եւ ոչ միայն այդ համատեքստում, իրականում օբյեկտիվ հնարավորությունների գնահատման համատեքստում եւս ընտրվել է այդ ճանապարհը եւ վստահաբար չկա որևէ արգելք, որևէ պետության միջոցով այդ փոխանցումը իրականացնել։ Եվ այսքանը ես այսքանը կպատասխանեմ հարցի հետ կապված։ Ինչ։ Ես ասում եմ, որ մեր պետությունում գոյություն ունի դատապարտարների փոխանցման հնարավորություն եւ համապատասխան ինստիտուտ, գոյություն ունեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ եւ կարող եմ միարժեքորեն վստահեցնել, որ process-ը միայն իրավական է եղել եւ հայեցողությունը գնահատելու դաշտում, թե արդյոք արժի փոխանցել դատապարտարներին, որպեսզի իրենք պատիժը կրեն այլ պետությունում, թե ոչ, թողնված է եղել մեզ, իհարկե օրենքի շրջանակներում, եւ մենք որոշում ենք կայացրել այդ փոխանցումը իրականացնել։ Հիմա թե ինչ պետության միջոցով է, ինչպես է իրականացվել եւ այլն, դա այլ հարց է, խիստ կարեւոր է, որ գործընթացը ունի իրավական հիմք եւ պրոցեսուալ առումով էլ իրավական է եւ խնդրում եմ երկխոսության չվերածել հարցը պատասխանը, այսքանը։ Կա համապատասխան օրենք, ես նշեցի օրենքի անունը, որը մեզ հնարավորություն է տալիս փոխադարձության սկզբունքը հաշվի առնելով իրականացնել դատապարտարների փոխանցում։